Այս վագոններում 1048 տոննա ցորեն է, որը Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։ Կադրերը հրապարակել է ադրբեջանական լրատվական գործակալությունը։ Ըստ տեղեկության, գնացքը դուրս է եկել Ռուսաստանից ու շարունակել ճանապարհը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Այն պետք է հասնի Հայաստանի Դալարիկ երկաթուղային կայարան, որտեղ պետք է բեռնաթափվի։ Հավանաբար սա ղազախական ցորենն է, որը պետք է Ադրբեջանի տարածքով ուղարկվեր Հայաստան։ Ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին այսօր շուղարկավորել են։ Փոքրիկի դաժան սպանությունից հետո նրա հորն ու մորը հնարավոր է զրկեն ծնողական իրավունքներից։ Գեղարքունիքի մարզպետարանում այսօր հրատապնիստ է հրավիրվել հոր կողմից խեղդամահ արված փոքրիկ տղայի քույրերի ու եղբայրների հետագա խնամքի հարցերը քննարկելու համար։ Նյուզեեմի մեր գործընկերներին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան ասել է, որ նիստին մասնակցելու են երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների, դպրոցի, ոստիկանության, միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչներ, որոնք շփվել են Տիգրանի ընտանիքի հետ եւ տեղյակ են իրավիճակին։ 3 տարեկան երեխայի սպանության համար կասկածվող հայրը կալանավորվել է։ Հոկտեմբերի 27-ին անհետացած փոքրիկին հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին Հարևան գյուղի տարածքում։ Ըստ նախնական տվյալի, երեխայի հայրը խեղդամահ է արել իր որդուն։ Ահասար սուր դեպքի մասին նոր մանրամասներ են պարզել լրատվամիջոցները։ Հայրը, որ կասկածվում է տղային սպանելու համար, ցերեկները ոստիկանների հետ փնտրել է որդուն, իսկ գիշերները նրա մարմինը տեղից տեղ տարել։ Ոստիկաններին տարօրինակ է թվացել այն, որ տղամարդուն գիշերները դաշտերում մենակ քայլելիս են տեսել։ Փոքրիկի սպանությանն ականատես է եղել ավագ եղբայրը, որը համր է, չի խոսում, սակայն դեպքից հետո, երբ հարցնում էին եղբոր մասին, ձեռքով բռնում էր կոկորդը։ 3-ամյա Տիգրանի ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Զմռանը փոքր տանը միասին ապրում են 14 հոգի, նրանցից 9 երեխաներ։ Ադրբեջան Խաղաղության մասին Հայաստանի հետ փաստաթղթեր ստորագրած Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի Հանրապետության տարածքը կրկին անվանել է պատմական ադրբեջանական հող Արևմտյան Ադրբեջան եւ ասել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։ Ադրբեջան խալգը яшիբ və яшիր Մեր հայրենակիցների վերադարձն այդ հողեր մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է։ Մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Ես չեմ ասում, որ մենք պետք է վերադառնանք տանկերով։ Ես ասացի, որ մենք կվերադառնանք մեքենաներով։ Դա яшիբ ամորդան գովուլու Վերլուծաբանները կարծում են, որ Ալիևն առաջիկայում պատմական կեղծիքների հսկայական դեզինֆորմացիա է կուտակելու եւ առիթը բաց չի թողնելու դրանք ներկայացնել միջազգային հարթակներում։ Նա հղում է անելու այսպես կոչված Ադրբեջանի գիտական հանրությանը, որը հենց պետք է ստեղծի այդ կեղծ պատմությունը Հայաստանից Բաքվի քաղաքական եւ տարածքային պահանջների համար։ Նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ։ Ալիևի կեղծ պնդումներին, թե մեր երկիրը պատմական ադրբեջանական հող է, Հայաստանի վարչապետը սրանի պատասխան այսօր Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել հետևել մերձբալթյան երկրների օրինակին եւ չկենտրոնանալ պատմական հայրենիքի տրամաբանության վրա, որ չկորցնենք անկախությունը։ Անկախության շրջանում առաջին բանը, որ ասացին, կամ կարողացան պայմանավորվել հետեւյալն է։ Եկեք չկենտրոնանանք պատմական հայրենիքի տրամաբանության եւ բանաձևի վրա, որովհետեւ մենք իրենք կկորցնենք մեր անկախությունը։ Մենք հիմա կարող ենք դա անել արձանագրելով, որ մենք կարող ենք կենտրոնանալ մեր պետությունների, մեր պետականությունների, մեր անկախությունների, մեր ինքնիշխանությունների ամրապնդման վրա։ Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ արցախցիների հայրենիք վերադառնալու օրակարգը վնասակար է համարում խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասցի նաև, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում են վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ
կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Սևանա լիճը Ադրբեջանին համարող Ալիևի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հասկացել այնպես, ինչպես մյուսները, ու պարզաբանել է, թե ինչ է ուզել ասել իր ադրբեջանցի գործընկերը։ Ինչպես կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, որում Սևանա լիճը անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից, որը այս փուլում հղի է լուրջ ռիսկերով, կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարություններն արել է Երևանում Օրբելի ֆորումի ժամանակ։ Այս հավաքին մասնակցելու համար կրկին Երևան են եկել Ադրբեջանի քաղաքասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Քաղաքասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ են եղել նաև Թուրքիայից։ Պուտինի, Թրամփի ու աշխարհի մյուս լիդերների հետ հարցազրույցներ վարած ամերիկացի լրագրող Տակեր Կարլսոնը հարցազրույց է ունեցել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Շարժումը հրապարակել է զրույցի անոնսը եւ նշել, որ առաջիկայում ամբողջությամբ կհրապարակվի հարցազրույցը։ Մեր շարժման յուրաքանչյուր անդամ համարում է սա իր կյանքի ամենակարևոր գործերից մեկը ազգային ազատագրական պայքար։ Այս առիթով Փաստորաթերթն այսօր գրել է, որ Կարապետյանը աշխարհահռչակ լրագրողին հանդիպել է Նյու Յորքում, որտեղ մեկնել էր աշխատանքային այցով։ Ես գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նյու Յորք քաղաքում։ Պարբերականը շեշտում է, որ հարցազրույցի փաստն ինքնին շատ ուշագրավ է։ Մեջբերում նախ այս հանգամանքը կարելի է դիտարկել ի հակառակ Հայաստանում տարածված այն կարծրատիպի, թե Սամվել Կարապետյանն ունի զուտ ռուսական աջակցություն։ Ընդ որում այդ կարծրատիպը բացառապես հիմնված է նրա վրա, որ նա իր բիզնես գործունեությունը մեծամասամբ Ռուսաստանում է իրականացրել։ Երկրորդ բանն այն է, որ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իրանի, Հունգարիայի ղեկավարների հետ։ Իսկ Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին։ Տակեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է եւ բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ։ Փաստը շեշտում է մեջբերում նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում, այնպես որ ամենայն հավանականությամբ նույնիսկ արևմուտքում են սկսել ձեռքները լվանալ Նիկոլ Փաշինյանից։ Մեջբերման ավարտը։ Եկա եւ ներկայացա կարգապահական հանձնախմբին։ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավին միացած Տեր Տարոն Քահանան այսօր կանչվել է Մայրաթոռի կարգապահական հանձնախումբ մի շարք հարցերի պարզաբանման համար։ Նա ներկայացել է Սուրբ Էջմիածին, սակայն հրաժարվել է մասնակցել հանձնախմբի նիստին, քանի որ նրան դուր չի եկել հանձնախմբի կազմը, թե կոնկրետ ովքեր Քահանան անուններ չի տվել։ Մամուլը գրել էր, որ Տեր Տարոնը մինչև սրբազանների մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները Կրասնոդարում է եղել, տաքսի վարելիս։ Նա
հայտնություն է մեկնել կնոջ հետ բաժանվելուց եւ հաղարցնի վանական համալիրում հոգեվոր ծառայությունը լքելուց հետո։ Լրագրողներին մայրաթոռ հրավիրած Տեր Տարոնին մեր գործընկերները հարցրել են այս տեղեկությունների իսկությունը եւ նաեւ այն մասին, թե ճիշտ են արդյոք լուրերը, որ Հովանավանքի կարգալույց քահանան է նրան կանչել, խոստանալով հակաեկեղեցական արշավը գլուխ բերելուց հետո լուրջ դերակատարում տալ նրան։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքով է կատարվել այդ եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Ես չեմ կարծում։ Դուք եթե կարծում եք մնացածը թողում եմ ձեր իշխանության հրանգով, սիրելիներ։ Տաքսի վարել եք։ Ուրեմն տեսեք, թեմում չէիք, դուք Ռուսաստանում եք եւ եկաք միայն պատարագին մասնակցել։ Սիրելիներ, տեսեք։ Ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞, Տեր Հայր։ Սիրելիներ, տեսեք։ Իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ վերցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Տարբերություն շատ շատերի։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով։ Եվ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան կասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Մայրաթոռում կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, օրակարգում հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների եւ հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության պահպանման, եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանը վերաբերող հարցեր են, հայտնում է Սուրբ Էջմիածինը։ Շողակաթ հեռուստաալիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը, ըստ Տիգրան Հակոբյանի 20 տարի շարունակ Շողակաթ հեռուստաալիքը գործել է ոչ պատշաճ իրավական հիմքով եւ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՌՀ նախագահը պնդել է, որ հեռուստաալիքն օրենքի պահանջը չի կատարել ապահովել կրթական եւ մշակութային բովանդակություն։ Փոխարենը, ըստ Հակոբյանի, դարձել է կղերական հոգեվոր բովանդակություն հեռարձակող։ Կրթական ալիքը չի կարող հեռարձակել ու շատ հաճախ մի քահանայի ճառեր, որոնք ավելի շատ միջնադարյան, խավարամիտ մարդու, բովանդակությունը, ոչ թե կրթական ալիքին հարիր կոնտենտ։ Եթե շողակաթի բովանդակությունը կամ այդ ալիքի բովանդակությունը ուներ թերություններ, որոնք շտկումների անհրաժեշտություն ունեին, եւ կար հանրային խորհուրդը, Արայինի խորհուրդ եւ այլն, թերևս կարելի էր գնալ առողջացման եւ քաղաքականության մշակման անհրաժեշտ եթերային քաղաքականության մշակման ճանապարհով։ Առողջացումը այսպես թե այնպես պետք է նախատեսել որոշ շատ կտրուկ քայլեր։ Եվ կադրային եւ ազդեցությունների ես 100%-ով համոզված եմ, որ նույն շահարկումները կլինեին, որ հատուկ ձևակերպում են, գրաքննություն են մտցնում եւ փորձում են փակել այդ ալիքը հայ առաքելական եկեղեցու։ Այսօր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձն է։ Այդ առիթով Մայրաթոռի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ վեհափառ հայրապետի գահակալությունն արդեն ամրագրվել է որպես եկեղեցու վերազարթոնքի շրջան։ Վերջին 4 դարի ընթացքում կառուցվել, նորոգվել եւ օծվել է շուրջ 30 եկեղեցի, 25 վանք անցել է Մայրաթոռի տնօրինությանը։ Վերազարթոնք է ապրել Գևորգյան ճեմարանը, որն այսօր միակ կրթական հաստատությունն է,
որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան։ Հազվագյուտ մասունքներով է հարստացել Մայրաթոռի սրբությունների գանձարանը։ Հայրապետի միջնորդությամբ Սուրբ Էջմիածին են բերվել համաքրիստոնեական սրբերի 32 մասանց պահարաններ տարբեր սրբազան մասունքներով։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի ապրիլ, հավատացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը։ Նրա խոսքով նույն տեխնոլոգիայով հուշահամալիրը, այդ թվում սյուները վերանորոգվել են նաև 2015 թվականին։ Անդրեսյանը նշել է, որ գործընթացը կատարվում է մասնագիտական հսկողությամբ, այնպես որ չխոչընդոտի այցելուների մուտքը։ Նախարարը վստահեցրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքը վերահսկում են մասնագետները, իսկ վերանորոգման ձևերն ընտրվել են փորձագետների առաջարկով հուշահամալիրի հեղինակներից մեկի մասնակցությամբ։ Կիևն ու Մոսկվան փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի շարք նավթաքիմիական եւ արդյունաբերական ենթակառուցվածքների վրա, որոնք բանակի նյութատեխնիկական ապահովման համար կարևոր նշանակություն ունեին։ Ռուսական աղբյուրների հաղորդմամբ երկու պայթյուն է եղել Բաշկիրիայում, անօդաչուները հարվածել են կաուչուկներ եւ ավիացիոն բենզին արտադրող արդյունաբերական համալիրին։ Ավելի քան 10 պայթյուն է որոտացել Նիժնի Նովգորոդի Կստովո քաղաքում։ Նավթավերամշակող օբյեկտներում հրդեհ է բռնկվել։ Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք, սակայն հարձակումների հետևանքով երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաքը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում, ժամանակավորապես կապվածահար է եղել օդանավակայանների աշխատանքը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հրթիռներ, անօդաչու սարքեր եւ ավիառումբեր է գցել Ուկրաինայի տարածքում։ Մայրաքաղաք Կիևում հայտարարվել է օդային տագնապ։ Խարկովում մի շարք պայթյուններ են եղել։ Դնեպրոպետրովսկի մարզում հարվածների հետևանքով կա 1 զոհ, 11 վիրավոր։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել ուկրաինական վերականգնված երկաթուղու վերաբացման մասին։ Տեսանյութին կից Զելենսկին գրառում է արել, շնորհակալություն հայտնելով երկաթուղու բոլոր աշխատակիցներին։ Մեր երկիրը անգամ պատերազմի պայմաններում շարունակում է լինել միավորված։ Ուկրաինայում գործում է թիկունքային լոգիստիկան, այդ թվում երկաթուղային, ասել է Ուկրաինայի նախագահը։ Գազայի ավերված Շուջայայի թաղամասում նորից կենդանություն է նկատվում։ Գազա վերադարձած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները եւ եգիպտական ծանր տեխնիկան շարունակում են որոնողական աշխատանքները։ Չնայած հրադադարի հաստատմանը, իսրայելական զորքերը բազմիցս խախտել են պայմանը եւ մեղադրել Համաս շարժմանը։ Համաձայնագրի ստորագրումից ի վեր երկու կողմերը պարբերաբար գերիներ են փոխանակել։ Վերջին օրերին Համասը փոխանցել է Շուջայայում հայտնաբերված 3 մարմին։ Այսօր մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Իսրայելի իշխանություններից ստացանք 45 մարմին, հակառակորդն արդեն մեզ է փոխանցել ընդհանուր 270 մարմին, որից 120-ը հուղարկավորվել են անհայտ զոհերի գերեզմանոցում, 77 մարմին նույնականացվել է հարազատների օգնությամբ։ Գազայի հյուսիսային Ջաբալա ճամբարի բնակիչները հայտնել են, որ իսրայելական բանակի ստեղծած դեղին գոտին արգելափակել է հումանիտար օգնության եւ ջրի մուտքը։ Դեղին գոտին դարձել է Ջաբալիայի ճամբարի կենտրոնը, կարծես անկախ պետության միջուկ լինի, Աստծու սիրուն, նույնիսկ Բերլինը չբաժանվեց այնպես, ինչպես Ջաբալիան։ Ճամբարի կեսը դեղին գոտի է, մյուս կեսը իսրայելական հսկողության տակ է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասել է, որ Իսրայելը պարբերաբար խախտում է հրադադարը, զգուշացնելով համաձայնագրի իրականացման դժվարությունների մասին։ Ֆիդանը նշել է, որ հումանիտար օգնության մատակարարումը դեռևս չի հասել անհրաժեշտ մակարդակի եւ իրավիճակը չափազանց վտանգավոր փուլ է մտել։ Թուրքիան պատրաստ է վերցնել խաղաղության պատասխանատվությունը եւ անհրաժեշտ դեպքում զոհողություններ անել, վստահեցրել է Ֆիդանը։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանն է առաջադրել Եգիպտոսում ստորագրված Գազայի հատվածի ապագա կառավարման վերաբերյալ լայնածավալ նախագիծ։ Ըստ փաստաթղթի առնվազն մինչև 2027 թվականի ավարտը մանդատը երկարաձգելու հնարավորությամբ ԱՄՆ-ն եւ մասնակից այլ երկրներ կստանան լայն լիազորություններ Գազայի հատվածը կառավարելու եւ անվտանգությունն ապահովելու համար։ Եթե նախագիծն ընդունվի, տարածաշրջանի անվտանգության եւ վարչական կառավարումը կանցնի միջազգային կոալիցիայի վերահսկողությանը Վաշինգտոնի գլխավորությամբ։ Գազայի հրադադարի համաձայնագրի ստորագրման առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում, որին մասնակցել էին մի շարք երկրների ղեկավարներ։ Ըստ ԱՄՆ-ի ներկայացրած նախագծի միջազգային ուժերը նաև պարտավոր են ոչնչացնել Գազայի ռազմական ենթակառուցվածքները եւ կանխել դրանց հետագա վերականգնումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցհարթակում գրառել է. եթե Նյու Յորքի քաղաքապետ ընտրվի դեմոկրատ թեկնածուն, քաղաքի պետական միջոցները կկրճատվեն եւ կհասնեն օրենքով սահմանված նվազագույնին։ Թրամփն իր հայտարարության մեջ Զոհրան Մամդանիին կոմունիստ է անվանել եւ նշել, որ նրա հետ Նյու Յորքը հաջողության հասնելու շանսեր չունի։ Թրամփն ասել է, որ իր պարտականությունն է ղեկավարել ազգը եւ իր խորին համոզմամբ, եթե Մամդանին հաղթի, Նյու Յորքը կհայտնվի տնտեսական եւ սոցիալական լիակատար աղետի մեջ։ Ղազախական Մանգիստաուի մարզի ծովափին 112 փոկեր նետվել են ափ։ Մասնագետներն առայժմ դժվարանում են ասել, թե ինչն է եղել փոկերի մասսայական անկման պատճառը։ Ծովի ջուրը անկած փոկերն այժմ լաբորատոր փորձաքննություն են անցնում։ Կասպից ծովային փոկերի հետազոտման եւ վերականգնողական կենտրոնի մամուլի ծառայության տվյալով սա առաջին դեպքը չէ։ Նախորդի ժամանակ ափ էր նետվել ու անկել 88 փոկ։